Եթե ձեզ թվում է, թե սա ամայի տարածք է, ապա չարաչար սխալվում եք։ Ընդամենը 2 օր առաջ Ոսկեազգ բնակավայրի այս դաշտավայրում պատկերը բոլորովին այլ էր։ Սա, որքան էլ զարմանալի է, այո, արևածաղկի դաշտ էր, որը տուժել է հունիսի 14-ին տեղացած կարկուտի հետևանքով։ Տուժել են նաև Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։ Մի հատ այս չես գնի սալավատ, սաղ ջարդած երևելացված։ Ոսկե հասկի հասկերը դեռ ոսկե չդարձած հնձել է կարկուտը։ Ես ցաների կարի, այն մյուսը իմ հարևան ցաների ծորեր, մյուսը ցաների կուկուրուս, սա հեչ բան։ Հեչ բանի գոնե կենդիանը տանեն կդո խոթքան մի տադիլ չկա։ Մեմելի դաշտեր, որոնք հեռու են այստեղից 5 հեկտար արևածաղիկ եգիպտացորեն, որոնցից ոչ մի բան չի մնացել։ Սխտորը, կարտոչկեն, ծառները, լրիվ սա հավիրել է։ Կարկուտեր, հա, խոշոր։ Կարկուտ, խոշոր կարկուտեր։ Ինչքան տևեց։ Երևի մի 15-20 րոպե։ Ավելի քան ընդհանուր 1300 հեկտար տնամերձ այգիներ ու վարելահողեր ունեցող Ոսկե հասկում այլևս բերքի ակնկալիք չունեն հունիսի 14-ին տեղացած աննախադեպ չափերի կարկուտի հետևանքով։ Ոչ մի ակնկալիքներ չկա, բերքավաքի հետ կապված մնացած է։ Դիմել ենք կառավարությանը, կսպասենք ինչ-որ մի հատ միջոցների։ 3 հեկտար է ցորեն չէ, կարի ավիոզ ունենք ցանած։ Սա տեսել եք դաշտը։ Հա, սա հավիրել է, ինչ պետք է։ Բույսերը ցանկացած ցորեն, կարի, կարտոֆիլ, եգիպտացորեն, բոլորը ավիրված 100%-ով։ Չէ, ոչ մի նամավանդ հացահատիկը, կարին, ոչ մի բան։ Բոլոր 100%-ով։ Ոչ մի բան, ընդհանրապես ոչ մի բերք չունեն տուն տանելու։ Կոտրված պատուհաններ, պտղատու ծառեր, տնամերձ տնտեսություններ, խոշոր ցանկատարածություններ, ոչինչ չի մնացել գյուղում։ Հաստատությունը դե բնական է հաստատ կյանի, ես տարվա եղածածից վերցնեին որ հաջորդ տարվա մասին մտածեն, էսի այն տիպի որ փոխկապակցված է մեկը մյուսի հետ։ 20 հեկտարից մինչև 100 հեկտար բնակիչները տարբեր չափերի ու վարք ու պարտքով են հողեր մշակել։ Հիմա ինչպես դուրս գալ այդ ֆինանսական բեռի տակից։ Պետական աջակցությամբ չեն կրնա ժողովուրդը իրանց միջոցներով էս եղած ածիտեգից դուրս գան, որովհետև վնասը շատ է։ Բեսպես որ պետությունը չկանա ժողովրդի կողքին, ժողովուրդը հալիքացնի չի ասնի։ Բարի կերտա ժողովուրդն։ Ոչ մի տարածաշրջան ես չեմ պատկերացնում, որ սպես վնաս է կրել, ինչ որ ոսկե հասցին է կրել ու ցանկացած բարագայում ամեն ինչի պատրաստ ենք, որ կանգնենք կողքերը, բոլորին աջակցենք։ Ունենանք համայնքներից ստացած պատկեր, ըստ այդմ ամբողջական մարզի պատճառված վնասը կունենանք ու բնականաբար կուղարկենք կառավարություն ու մեր կառավարության գործընկերների հետ կսկսենք բանակցել արդեն լուծումների համար։ Նշենք, որ այս տարի տնտեսվարողներին հնարավորություն չի տրվել հողերն ապահովագրել կարկուտից, ինչը իհարկե նաև դժգոհության տեղիք է տվել։ Մեզ իստեղ ամենաշատ անհանգստացնողը կարկուտի բանն է, որը խոսքի այդ կետը չկար։ Եթե եղներ երազանենք, այսօր հեշտ մարդու չէինք դիմե ու կսպասենք մեր երած փոխհատուցումը խոսքի կառավարությունը տար։ Այդ կետը չի եղել, այսօր ժողովուրդը մեղ չունի։ Եթե կետերներ չօգտվենք, այդ մի հատ արդեն հարցի մյուս կողմն է։ Պետական աջակցման ծրագիրը նաև ապահովագրության այդ ծրագիրը, ինչ եմ կարող ասել, թե ինչի համար մեջը պայմաններ փոխվեց, բայց պետական շատ ծրագրեր կան, որոնք արդյունավետությունից ելնելով կամ որոշ ժամանակ հետո հաշվարկներ արվելուց հետո փոփոխություններ են տեղի ունենում, ես չեմ կարող ասել, թե ինչ ներքին հաշվարկներ են եղել, որ կարկուտը դուրս է եկել, ենթադրենք երաշտը մնացել։ Շիրակի մարզում մարզպետ Արուշանյանը նշում է, հիմնականում տուժել են Ախուրյան արդիկ համայնքները, ընդ որում 100%-ով։ Այժմ շարունակվում են վնասի չափերի գնահատման աշխատանքները։ Տապալվող Եղևնիներ, տանիքների թիթեղների պարահանդես, գետ դարձած փողոցներ, բնական այս աղետից տուժել է նաև Գյումրին։ Տարիներն են փաստում, ոչ ջրահեռացման համակարգերն են բարեկարգվում, ոչ էլ ծեր ծառերն են ժամանակին փոխարինվում նորերով։ Գյումրին առավել քան խոցելի է։ Գյումրիում բազմաբնակարան շենքեր կան, որոնց տանիքի մի հատվածը Շիրակացի փողոցի վրա ունենք, սովխոզ Թբիլիսյան խճուղի ունենք տանիք ու նաև շարունակում է կույկագրվել, դա նրանք են, որոնք տեղեկություն ունեինք։ Թատրոնի շենքի տանիքից են թիթեղներ պոկված, նաև 27-րդ դպրոցին է մեծ վնաս հասցվել, նաև 27-րդ դպրոցը, որ երեք այցելել էինք, ոչ միայն տանիքներ, նաև արդեն այդ սպորտ տալիջից տանիք, որ տարել էր, նաև ջուրը լցում էր սպորտ տալիջ, այնտեղ էլ նաև տալիջի
վերանորոգման խնդիր ենք ունենալու։ Ոստիկանության շենքն է վնասվել, քրեական ոստիկանության շենքն է վնասվել։ Տանիքների խնդրի մասով համատիրությունները ահազանգել են ստանում, հերթով ու կամաց են լուծում խնդիրը։ Օրինակ Գյումրի կենտրոն համատիրությունը, որն իր բալանսում 230-ից ավելի շենքեր ունի, առավոտվանից լծվել է տանիքներ նորոգելու գործին։ Թվով 22 հասցե կա, հիմա կարող է ավելի շատ դառնա, այդպես շատ մեծ սոսկալի խնդիրներ չկան, բայց մենք ընտրել ենք ճանապարհ քչից դեպի շատը գնացող։ Երբ արդեն հասանք այն տեղը, որտեղ դժվարություններ կա, արագությունը մի քիչ կդանդաղի, սակայն իմ կարծիքով մենք կհաղթահարենք։ Այն, որ կառավարությունը կաջակցի Շիրակցուն, դեռ հարց է, բայց այն, որ աղետից հետո հուսահատ բնակչին ձեռք մեկնել է պետք, դա անհերքելի է։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Հովհաննիսյան, այսօր։ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը նշել է, որ հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբբաս նավահանգստում եւ հարևան երկրի ճանապարհներին։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի մի պատասխան նախարարն անդրադարձել է նաեւ խնդիրների լուծման համար օպերատիվ շտաբ ձևավորելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքներ արտահանող մեր բեռնատարների Վրաստանի տարածքով անցնելու խնդիրներին։ Պետք է արձանագրեմ, որ հակամարտության այս քանի օրերի ընթացքում բնականաբար որոշակի խնդիրներ մեր տնտեսվարողները արդեն իսկ ունեն, մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ, հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում եւ մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև ուրեմն կավարտվի այս հակամարտությունը եւ կարողանանք բարեկամ Իրանի տարածքով շարունակենք ազատ առևտուր իրականացնել, ինչպես նախկինում տեղի ունեցել։ Իրականում այդ հարցերը բոլոր մակարդակներում քննարկվում են եւ քաղաքական եւ տնտեսական եւ այլ տենց անունով շտաբ չունենք, բայց հավատացեք, այդ ձեր նշած բոլոր գործառույթները ամենավեր ռեժիմով իրականացվում են։ Օրինակ ես հիմա իմ ձեռքի տակ բացեցի ձևաչափ ունենք, տենց on-line, թե քանի մեքենա է հիմա օրինակ Վրաստանից անցել դեպի Ռուսաստան, քանիսն է այս պահին Լարսում կանգնած, քանիսը ունենք, որ դրականացած դեռ Լարս չի հասել, քանիսն է, որ Գիզի մաքսային անցակետում ընդ որում այդտեղ ամեն տվյալ կա ընդհանուր, ասենք բեռնատարի համարանիշ 001 DD 37 օրինակ։ Այսինքն այս տվյալները նախարարությունը ՊԵԿ-ը շատ բոլոր տնտեսվարողների հետ ամենօրյա ռեժիմով կապի մեջ են, խոսում ենք, գիտենք, որ իրենցից լավ գիտենք ում մեքենան անցավ, ում մեքենան այստեղ է, ինչ խնդրեմ ունի եւ այլն, ու փորձում ենք լուծել եւ քիչ առաջ նաեւ էլի Վրաստանի գործընկերներից նամակ ստացա, որ օրվա ընթացքում իրենք ինձ կզանգահարեն այս հարցի հետ կապված, որովհետեւ որոշակի դանդաղումներ մենք նկատում ենք, այսինքն տեսնում ենք մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո մի 1-2 օր որոշակի արագություն կար, որը բավարարում էր մեզ, հիմա կա տեմպ, բայց այդ տեմպը շատ դանդաղ է, օրը մի քանի մեքենա, որը էլի խնդրահարության մեզ համար, չնայած որ մենք մեր մասով բոլոր պայմանավորվածությունները, որ վրացական կառավարության ներկայացուցիչների հետ ունեցել ենք, բոլորը 100% պահպանել ենք եւ ակնկալում ենք, որ մեր Վրաստանի գործընկերները եւս իրենց մեր պայմանավորվածության իրենց մասը իրենք կպահպանեն։ Բարև ձեզ։ Բերդ համայնքի ամենամեծ մանկապարտեզ 218 երեխա է հաճախում։ Փոքրիկների առօրյան ավելի հարմար, մաքուր ու հաճելի միջավայրում կազմակերպելու համար սուբվենցիոն ծրագրով նորոգման աշխատանքներ են իրականացվել խմբասենյակներում, ֆիզկուլտուրայի դահլիճում, խոհանոցում։ Ինչ է կանում ձեր մանկապարտեզում։ Բարելավել են ոչ միայն երեխաների խաղալու ու քնելու տարածքները, մեծերի գործն էլ է հեշտացել, որ օրինակ ճաշին կամ նախաճաշին պատրաստվելիս զերծ մնան ավելորդ անհարմարություններից։
Նորոգման ու բակերի բարեկարգման, նոր խաղասարքերի տեղադրման աշխատանքներ են իրականացրել համայնքի 14 մանկապարտեզում, որոշ հասցեներում կարողացել են նաև նոր տարածքներ ավելացնել, ընդլայնելով փոքրիկների խաղի ու հանգստի համար նախատեսված սենյակները։ Վերանորոգումից հետո հնարավորություն ընձեռվեց, որպեսզի ննջարանի հատվածը առանձնացվի եւ այսօր ունենք ընդարձակ լուսավոր խաղասենյակ եւ պարապմունքի սենյակ, որտեղ երեխաները ակտիվ իրենց առօրյան են կազմակերպում եւ քնելու ժամը առանձնացնում են իրենց արդեն ննջարանում։ Պետական ու համայնքային բյուջեներից մոտ 150 միլիոն դրամ են ծախսել, 80%-ը կառավարության ներդրումն է։ Համայնք կառավարություն համատեղ ուժերով շինարարական աշխատանքներ են ընթանում մի շարք փողոցներում, երթևեկությունը համայնքի գլխավոր ճանապարհներից բացի մյուս բոլոր հատվածներում գրունտային քարուքանդ ճանապարհներով են իրականացրել։ Փողոցը եղել է շատ վտանգավոր վիճակում, մեքենաները ջարդվելով, բարձրանալուց են լիչնելուց։ Կարծես թե փողոցը լայնացել է։ Մայթերի երկու կողմն է սարքել են։ Տուֆապատման աշխատանքներ են իրականացրել նաև բազմաբնակարանների բակային տարածքներում։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը 345 միլիոն դրամ է։ Անցած տարի սկսած աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մոտակա ամիսներին։ Ճանապարհների բարեկարգումը համայնքի առաջնային խնդիրներից է։ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի փաթեթների մեջ ներառվել է մոտորապես 960 միլիոն դրամի ծրագրեր։ Ըստ կարիքների բացահայտման համայնքում իրականացվող ծրագրերը հիմնականում ընտրվել են որպես սոցիալ-տնտեսական կյանքի որակին միտված ծրագրեր, այն ջրամատակարարումը, ասֆալտապատումը եւ նախակրթարանների վրա կենտրոնանալը։ Լեռնային բնակավայրերին բնորոշ պատկեր է, հարևան փողոցները տարբեր հարթությունների վրա են, որպեսզի տեղումներից հետո ցածրադիր հատվածներում թաց հողի սողանքներ չլինեն, հաճախ արգելապատնեշներ են կառուցում, հոսքը կանխում։ Փողոցը փակվում է։ Ներսքան մի կետաներ էլի։ Ինչքան ժամանակ ա եղել այդ վիճակը։ 80 թվականից մինչև Բա ինչ էի կանում։ Ոչ բան չի կանում։ Машина поездок тенерендех задний тусеркали. Разовый тарифчика. Ո՞ր թափները դեր չեն մտիկ չեն կարում իրավ մեքենան միշտանը բիրեն բանավան ցեղ վախտը ձուն վախտը Որի չեր կարող մտնի Բերդ համայնքի ենթակառուցվածքների զարգացման ուղղված ծրագրերից գլխավորը շարունակում է մնալ ջրամատակարարման խնդիրը։ 16 գյուղական եւ 1 քաղաքային բնակավայրն էլ ջրատարների արդիականացման կարիք ունեն։ 2024-ին սուբվենցիոն ծրագրերում ավելի քան 470 միլիոն դրամ են հատկացրել, որ փոխեն 1960-ականներին տեղադրված ու քայքայված շահագործման համար վտանգավոր խողովակաշարերը։ Իրականացվում է գործընթաց 3 վարչական բնակավայրերի Վերին Կարմիր աղբյուր Նորաշեն եւ Արծվապետ բնակավայրերում ջրամատակարարման ծրագիր, որը նաև իրականացնելուց հետո հնարավորություն կտա նաև հարակից Չորաթան եւ Մովսես բնակավայրերի նորից անխափան ջրամատակարարման ապահովումը։ Իրականացվում է Սարում մեծ ջրային ավազանի կառուցում, մոտավորապես 10 կիլոմետր երկարությամբ։ Ջրամատակարարման խնդիրը ներառել են նաև 2025-ի սուբվենցիոն ծրագրերում, նախատեսում են նաև կոյուղու նորոգման, փողոցների բարեկարգման աշխատանքներ, մոտ 1.5 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով։ Իրանը եւ Իսրայելը շարունակել են փոխադարձ զանգվածային հարվածները։ Իսրայելական ուժերը թիրախավորել են Թեհրանը, Մաշհադը, Թավրիզը, Ղոմը, Սպահանը եւ այլ բնակավայրեր։ Հարվածներ են հասցվել քաղաքացիական օբյեկտներին, Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությանը, Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների շենքերին, ռազմական հետախուզական կառույցներին, օդանավակայանների, միջուկային, հրթիռային, նավթավերամշակման ենթակառուցվածքների, նավահանգիստների։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վնասվել է Սպահանի Ուրանի վերամշակման գործարանը, սակայն ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չկան։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թեհրանում ահաբեկչական գործողություններ են իրականացվել։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեքենաներ են պայթեցվել, ինչի հետևանքով մարդիկ են տուժել։ Խափանվել է ջրահեռացման համակարգը։ Վերջին տվյալով իսրայելական հարվածներից ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 220 մարդ, վիրավորների թիվը հասնում է 1300-ի։ Ըստ իրանական իշխանությունների տուժածների 90%-ը խաղաղ բնակիչներ են։ Հայտնի է, որ զոհվել են նաև միջուկային ոլորտի գիտնականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հրամանատարներ։ Տեղեկություններ կան, որ Թեհրանի բնակիչները զանգվածաբար լքում են մայրաքաղաքը։
Իրանն էլ ԱԹՍ-ներով եւ բալիստիկ հրթիռներով պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։ Թիրախում են եղել Թել Ավիվը, մայրաքաղաքի արվարձանները, Հայֆան, որտեղ նավթավերամշակման գործարան է խոցվել։ Ըստ իրանական կողմի հարձակումներ են իրականացվել իսրայելական կործանիչների համար վառելիք արտադրող օբյեկտների, զենքի գործարանների, էներգամատակարարման կենտրոնների վրա։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում զոհերի եւ հարյուրավոր վիրավորների մասին։ Թել Ավիվում վնասվել է ԱՄՆ դեսպանատունը։ Իսրայելի տարածքին հարվածել են նաեւ հութիները, ինչին ի պատասխան Ցահալը հարվածել է Եմենի մայրաքաղաք Սանային։ Բենյամին Նեթանյահուն հունիսի 15-ին մեկնել է հարվածներից տուժած Բաթյամ քաղաք, հետևել փրկարարական աշխատանքներին։ Իրանը շատ ծանր գին կվճարի կանանց, երեխաների եւ անմեղ քաղաքացիների սպանության համար, եւ դա տեղի կունենա շուտով։ Մենք գոյաբանական պայքար ենք մղում եւ կհաղթենք։ Նեթանյահուն նաև կարծիք է հայտնել, թե իսրայելական հարձակումը կարող է հանգեցնել Իրանում իշխանափոխության։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը պետք է խաղաղության գործարքի հասնեն։ Դոնալդ Թրամփը պնդում է, Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք գործարք կկնքեն, այնպես ինչպես ես ստիպեցի Հնդկաստանին եւ Պակիստանին գործարք կնքել։ Ներկայումս շատ զանգեր եւ հանդիպումներ են տեղի ունենում։ Ես քրտնաջան աշխատում եմ, սակայն դա երբեք չի գնահատվում։ Բայց ոչինչ, մարդիկ ամեն ինչ տեսնում են։ Կրկին հզոր դարձնենք Մերձավոր Արևելքը։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ինքը միայն կողմ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի միջնորդի դեր ստանձնել ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։ Դոնալդ Թրամփը նաև չի բացառել, որ Միացյալ Նահանգները հնարավոր է միջամտի Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը։ Նա շեշտել է, ներկայումս Միացյալ Նահանգները ներգրավված չէ։ Թեհրանից հակադարձում են, ապացույցներ ունեն, որ ամերիկյան ուժերը եւ տարածաշրջանում ԱՄՆ բազաներն աջակցություն են տրամադրում Իսրայելին Իրանի դեմ հարձակումներում։ Մեր կարծիքով Իսրայելի ռեժիմի ագրեսիան երբեք չէր կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համաձայնության եւ աջակցության։ Թեհրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, ըստ որի Իրանը միջուկային զենք չի կարող ստանալ, սակայն եթե այդ փաստաթղթի նպատակը պետք է լինի զրկել Իսլամական Հանրապետությանը միջուկային իրավունքներից, ապա բնականաբար մենք ոչինչ չենք ստորագրի։ Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունն ընդլայնվի, սակայն մենք կպաշտպանվենք։ Իրանի նախագահն էլ հերթական անգամ հայտարարել է չեն ձգտում միջուկային զենք ստեղծել, սակայն ունեն խաղաղ միջուկային էներգիայի իրավունք։ Մասուդ Փեզեշքյանը նախազգուշացրել է, եթե Իսրայելը շարունակի հարվածները, Իրանի պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի։ Նա նաև կոչ է արել Իրաքին ավելի լավ պաշտպանել երկրի օդային տարածքը, որ այն այլևս չօգտագործվի Իրանին հարվածելու համար։ Իրան-Իսրայել էսկալացիայի ֆոնին Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Էրդողանը հանգստյան օրերին երկու հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի նախագահն աջակցություն է հայտնել Իրանի հետ միջուկային բանակցությունները շարունակելու Վաշինգտոնի գաղափարին։ Էրդողանը դատապարտել է Իսրայելի հարձակումները, ընդգծել դրանք կանխելու կարևորությունը։ Հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները։ Քիր Սթարմերի խոսքով եվրոպական եռյակը համոզված է, որ լարվածությունը պետք է թուլացվի։ Նա աջակցություն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, միևնույն ժամանակ պնդել, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան չեն մասնակցել Իրանի դեմ Իսրայելի գործողություններին։ Արևմուտքում նաեւ մտավախություն կա, որ Իրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում արտասահմանյան ուժերին։ Լոնդոնը հայտնել է տարածաշրջան լրացուցիչ ուժեր, այդ թվում կործանիչ ուղարկելու մասին։ Վաշինգտոնը եւս վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի տարածաշրջանում իր ուժերն ու քաղաքացիներին։ Կապան, Քաջարան, Մեղրի, այժմ նաև Գորիս։ Թումո տուփերն ընդլայնում են աշխարհագրությունը։ Հունիսի 11-ին տեղի ունեցավ Թումո Գորիսի պաշտոնական բացումը։ Իրադարձությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել քաղաքում։ Հատկապես երիտասարդները երկար են սպասել նման հարթակի, նոր հմտություններ ձեռք բերելու եւ մասնագիտության հարցում կողմնորոշվելու համար։ Սա ինձ կօգնի ապագայում ավելի խոր ուսումնասիրելու իմ նախընտրելի ոլորտների հետ։ 3 շաբաթ է ինչ ուսումնասիրում եմ եւ շատ գոհ եմ։ Ինձ ավելի շատ դուր են եկել ծրագրավորումը, երաժշտությունը եւ գրաֆիկ դիզայներությունը եւ ավելի խորը կփորձեմ ուսումնասիրել այդ ոլորտները։ Երբ լսեցի, որ Գորիսը կլինի Թումո կենտրոն, ես ուրախացա, շատ էի սպասում եւ պատրաստ էի հաճախել։ Հիմա ուսումնասիրում եմ նկարչությունը, ինձ հետաքրքրում է ավելի շատ նկարչությունը, այլ ոլորտներ դեռ չեմ ուսումնասիրել եւ մտածում եմ, որ այն Թումոն կնպաստի ինձ նկարչության զարգացմանը եւ հետագայում
ես կհասնեմ իմ նպատակին։ Շուրջ 300 ուսանող արդեն դիմել է Թումոյում ոչ ֆորմալ կրթություն ստանալու համար։ Գորիսում կենտրոնը սպասված էր ոչ միայն ուսանողների, այլև կազմակերպիչների համար։ Սա հնարավորություն կտա բացահայտելու երիտասարդների ներուժը եւ բարելավելու համայնքի կրթական միջավայրը։ Տուփի շաբաթական տարօրինակությունը 320 ուսանող են կարողանալու սպասարկել։ Մեր համար շատ կարևոր էր, որովհետև շատ մեծ էր այն 12-ից 18 տարեկան ուսանողների պատանիների քանակը Գորիսում, մոտ 800 ուսանող ունենք պոտենցիալ, եւ դրա համար պայմանավորված է երկրորդ տուփի ավելացումը, ու շատ կարևոր էր ու հատկապես իմ համար էլ շատ հատկանշական է Գորիսը իր պատմամշակութային նշանակությամբ։ Մասնաճյուղերում տեղացի մարզիչների ներգրավումը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սկզբունքներից է։ Ալինան թեև մասնագիտությամբ պատմաբան է, բայց որոշեց բացահայտել իրեն նաև այս ոլորտում։ Ուրախ է, որ կարող է ուղղորդել հայրենի քաղաքի երիտասարդներին հետագա հաջողությունները գրանցելու հարցում։ Աշխատել եմ մասնագիտությամբ դպրոցում, որը տանում սահմանամերձ ու երեխեքի հետ եմ աշխատել ու ոնց որ մանկավարժ եմ մասնագիտությամբ ու նաև ինձ թվում է սա դրական առավելություն երեխեքի հետ աշխատելու ու նաև փորձելու հասկանալ իրենց կարողությունները, իրենց հետ շփվելու այդ դրսևորումները։ Մտածում էի դիմել թե չդիմել, ոնց որ կարողանալու եմ ես աշխատել եւ այլն ու հասկացա, որ կարող եմ դիմել ու ինչ որ փոփոխություն բերել, որովհետեւ ես հնարավորություն չի տրվել ինձ դառնալ Թումոյի ուսանող, բայց ինձ հնարավորություն է տրվելու դառնալ Թումոյի մարզիչ ու երեխեքին տալու են հնարավորություն որոնք ինձ չեն տրված։ Համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի խոսքով սա կարևոր նախաձեռնություն է Գորիսի համար։ Շարունակական համագործակցության դեպքում արդյունքները շուտով տեսանելի կլինեն։ Կրթության ոլորտում ներդրումը դա ներդրում է այսօր ապագայի համար եւ որքանով որ մենք մեր համայնքում արտադպրոցական, արտադասարանական կրթության համար հնարավորություններ ստեղծենք, հատկապես որ այսօր երիտասարդները բավականին հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մեր համայնքում գործում են նաեւ տարբեր ընկերություններ եւ այս տարիքային խմբի հետ աշխատանքը ենթադրում է կադրային բանկի ստեղծում հետագայում, որպեսզի շատ ավելի հեշտությամբ կարողանան եւ աշխատանք գտնել եւ տարբեր ոլորտներում իրենց դրսեւորել։ Պատասխանատուների խոսքով հաջորդ տուփերը լինելու են Շաղատ եւ տեղ բնակավայրերում, իսկ Սիսիանում կգործի արդեն Թումո կենտրոնը։ 107 միլիոն 900 հազար դրամ է ծախսվել Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի Վարդան Մամիկոնյան եւ Սևանի փողոցի 3-րդ նրբանցքի ասֆալտապատման համար։ Փողոցների հիմնանորոգումն իրականացվել է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում պետություն համայնք համաֆինանսավորմամբ։ Սևանի փողոցի 3-րդ նրբանցքը Նորատուսի թիվ 1 մանկապարտեզ տանող ճանապարհն է։ Ճանապարհը գտնվում է շատ անմխիթար վիճակում։ Մենք խնդրեցին Գավառի համայնքապետ պարոն Մարտիրոսյանին եւ ճուշացավ մեր խնդրանքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է, դրան գումարած նախորդ տարի հիմնանորոգվել է նաեւ մեր մանկապարտեզի ցանկապատը, որի արդյունքում մենք ունենք թե ներսից թե դրսից կատարյալ մանկապարտեզ։ Մեր մանկապարտեզի անձնակազմի եւ մեր ծնողների անունից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել պարոն Մարտիրոսյանին մշտապես մեր կողքին գտնվելու եւ մեզ աջակցելու համար։ Փողոցի ասֆալտապատմանը զուգահեռ կառուցվել է ջրահեռացման համակարգ, մետաղական խողովակներով եւ երկաթբետոնյա վաքերով։ Ծրագրի արժեքը 22 միլիոն 370 հազար դրամ է։ Անձրևի ժամանակ նամանավանդ երեխան պարտեզ բերելուց չոպտի կերկես թրցնես, հետո հետ բերես։ Երեխան այդ ձևի տենալով ինքը ինչ պատկերացում պետք է կազմի։ Իսկ էսի ինչ որ արվավ, շնորհակալ ենք իր անձամբ ես իմ անունից ու կանամ ասեմ, այս իմ կարծիքը շատ-շատերի կարծիքն էլ է, որ էսի արվավ շատ լավ էր, շատ ակուրատ էր։ Շնորհակալ ենք բոլորից, բանվորից բռնած մինչև այն ամենա վերադաս։ Վարդան Մամիկոնյան փողոցն էլ, որն ունի շուրջ 1 կիլոմետր երկարություն, Գավառ Մարտունի մայրուղուց դեպի բնակավայրի վերջնամաս տանող հատվածն է։ Հիմնանորոգման արդյունքում կրճատվել է դեպի բնակավայր տանող ճանապարհը եւ թեթևացել երթևեկությունը։ Հիմնանորոգումն արժեցել է 85 միլիոն 500 հազար դրամ։ Նշված երկու փողոցներում էլ դեռևս իրականացվելու են կահավորման աշխատանքներ, կատարվելու է գծանշում, տեղադրվելու են ճանապարհային նշաններ։
Գյումրիից Երևան եւ նրա Արվարձաններ ճանապարհորդելը դարձել է ավելի հարմար։ Yandex.Go հավելվածում հայտնվել է նոր սակագին՝ Միջ քաղաք, որը թույլ է տալիս պատվիրել անհատական ուղևորություն Երևանի եւ Հայաստանի այլ քաղաքների միջև։ Նոր սակագնով հնարավոր է ուղևորվել ոչ միայն Գյումրիից Երևան եւ հակառակը, այլ նաեւ Երևանից Արմավիր, Արարատ, Սևան, Դիլիջան եւ այլ քաղաքներ։ Ծառայությունը ավելի էժան է, քան սովորական ստարտ կամ էկոնոմ սակագներով ուղևորությունները։ Պատվերը սկսվում է հենց ձեր նշած վայրից եւ ավարտվում է նպատակակետում, առանց ավտոկայան գնալու կամ ճանապարհին տեղափոխություն կատարելու անհրաժեշտության։ Մեքենան ամբողջությամբ ձեր տրամադրության տակ է, առանց այլ ուղևորների։ Կարելի է պատվիրել ինչպես անմիջապես, այնպես էլ նախապես մինչև 72 ժամ։ Ուղևորությունը ներառում է նաեւ կարճ կանգառներ, օրինակ սուրճ վերցնելու կամ ճանապարհին հանգստանալու համար։ Մարդիկ նախկինում էլ ավտոմեքենա էին պատվիրում, որ գնան Երևան, որը լավ գումար էր վարորդի համար։ Չգիտեի վերադարձող կլինի թե ոչ, իսկ եթե ոչ, այն շահավետ չէր։ Իսկ հիմա Yandex-ը նոր ծրագիր է մշակել, որը որ տալիս է հետադարձ ուղևորություններ, արդեն մի քանի օր է, որ ես մարում եմ, եւ Yandex-ը տալիս է հետադարձ ուղևորություններ արագ կերպով։ Ես հենց այսօր Երևան տարա մարդկանց, որը որ արագ կերպով Yandex-ը տվեց հետադարձ ուղևորություն, եւ ես հետ ճանապարհին էլի մարդկանց բերեցի։ Շատ հաճախ եմ գնում Գյումրիից Երևան ու հետ հասարակական տրանսպորտով կամ գնացքով, իհարկե դա ավելի էժան է, բայց երբեմն հարկ է լինում փոխել փոխադրամիջոցը, որն էլ շատ ժամանակատար է, եւ երբեմն լինում է, որ նաեւ տաքսի ենք պատվիրում, եւ քանի որ հիմա Yandex-ը ավելի էժան է, ինչու հարկ եղած դեպքում չօգտվել Yandex-ից։ Yandex.Go-ի նոր սակագինը դարձնում է ճանապարհորդությունները ավելի պարզ եւ հասանելի։ Միայն մի քանի հպում հավելվածում եւ դուք արդեն ճանապարհին եք։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։